Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանի հարաբերությունները բավականին լարված են եղել մինչև Նազինյանի հեռանալը։ Հիշեցնենք, որ Սուրեն Նազինյանն ապրիլի 21-ին հայտնեց, որ առողջապահության նախարարի գրության հիման վրա իր և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ 2020 թվականի մայիսի 4-ին կնքված պայմանագիրը լուծվում է 2025 թվականի մայիսի 4-ին։ Ժողովուրդ օրաթերթին առողջապահության նախարարությունից ոչ պաշտոնական խողովակներով լուրեր հասան, որ կենտրոնի տնօրենի և նախարար Ավանեսյանի միջև խոսակցությունն անգամ հասել է վիրավորանքների։ Պարզվում է, ներքին տարաձայնությունը սկսվել է այն բանից հետո, երբ նախարարը Նազինյանին հրահանգել է Բարսեղյան ազգանունով մեկի կազմած եզրակացության տակ ստորագրել, սակայն Նազինյանը պնդել է, որ կեղծ ակտի տակ չի ստորագրի։ Արդյունքում այս թեման դարձել է ներքին կռիվների պատճառ և Ավանեսյանը շունչը պահած սպասել է, թե երբ պետք է պայմանագրի ժամկետը Նազինյանի հետ ավարտվի ու նրան հրաժեշտ տա։ Այդ ընթացքում նախարարությունից ժողովրդին շարունակ լուրեր էին հաղորդում, թե Նազինյանին Ավանեսյանը ցանկանում է հեռացնել աշխատանքից Գինար փոգի հաճախ մասնակցելու համար։ Ի դեպ, լուրեր կան, որ նախարար Ավանեսյանը դեռ Նազինյանին փոխարինող չի գտել և փնտրտուքների մեջ է։